Այն ինչ ունենք այսօր, դա հետևանք է, արդյունքն է այն ամեն ինչի, ինչ որ արել ենք նախկինում։ Ժողովուրդը գնաց ընտրեց Նիկոլին, իրանցի դեպքը բերեմ, իրան ինչ է ասում։ Ասում են դե ժողովուրդը սրիկա է, գնաց իրանցում ընտրեց Նիկոլին, բայց եկեք ճիշտ է խոսանք։ Էլի հիմա դերել ենք ասում ենք, բա Նիկոլին ով բերեց, ով բերեց։ Մենք բերեցինք։ Հիմա Սերժ Սարգսյանը օգնեց, չօգնեց, դե թուրքերի մարդն է, ոնց կարանք հետը գնանք, Դավաճան է, Դավաճանի հետ ոնց գնանք ազգային ժողով աշխատենք։ Շատ հեշտ ու հանգիստ Facebook-ում խոսում են ինչ որ բանի մասին, որ գիտես, բանը գլխավոր գերագույն հրամանատարը ասենց հրաման ա տվել կամ չի թող ես չեմ տեսել մեկին, չի եղել այդ մեկը, որ հելնի գործ կազմի, էթա գլխավոր դատախազություն կամ ազգային անվտանգության ծառայություն բերի փաստը դնի սեղանի, այդ փաստը երբ որ հայտնվեց սեղանի, արդեն դա հանրային սեփականություն է դառնալու, կարծալու ենք տեսնենք ինչ է գրած։ Մի թողեք դաշտը Նիկոլին, հանրային օրակարգերը մի թողեք Նիկոլի ձեռքում, մի խոսացեք անտանամաբանական բաներ, Նիկոլը չկարանա մարդկանց համոզի։ Վերջ այ հարցը։ Նարեկ, մենք անընդհատ այս վերջի շրջանում առավել եւս արդեն քանի ամիսա կողքի գիշեր ու ցերեկ ինչ որ մտել ենք մի հատ բանի մեջ հետաքրքիր process-ի պայքար ասեմ, չգիտես, ինչը որ գործընթաց, հա, շատ բնական, սենց դրան մեզ ոչ ոք ոչ պարտադրել է, դա մեր ցանկությունն է եղել իրականում հասուն մարդիկ ենք, այս հողի վրա մեր հայրենիքում ապրել մեծացել ենք ու ուզում ենք ինչ որ մի լավ բան անենք, չէ՞, մեր լուման ունենանք, ինչ որ մի հատ լավ գործու։ Հիմա քանի որ թեման սենց եկել է ակտուալ է նախընտրական ու հետընտրական process-ներով պայմանավորված ու կա սենց այս մի ժամ առաջ ինձ լրագրողները հարց տվեցին, կա արդյոք երկրում վախի մթնոլորտ թե չկա։ Շատ իմ մոտ այդ հարցը միշտ է առաջացել, որովհետև մենք ուզենք թե չուզենք, այն ինչ ունենք այսօր, դա հետևանք է, արդյունքն է այն ամեն ինչի, ինչ որ արել ենք նախկինում։ Պրոբլեմը անընդհատ եկել է ու մեր առաջին իսկ օրվանից անկախության, թե ինչ գնով, ինչ ձևով է ձեռք բերվել այդ անկախությունը, վերջի վերջո դա եղել է անկախություն։ Վերջի վերջո ասենց սովետական միության շրջանում կային շատ սենց մտավորականներ, գիտնականներ, ովքեր որ ինչ որ ռոմանտիզմի մեջ ապրում էին, օբյեկտիվ կամ ոչ այնքան օբյեկտիվ, վերջի վերջո եկավ հասունացավ ժամանակը, փլուզվեց խորհրդային միությունը ու տեղը ստեղծվեց Հայաստանի անկախ հանրապետություն։ Բայց այստեղ մի հատ շատ մեծ կարևոր բայց կա, որ այդ պետությունը ինքը որպես համակարգ հենց ի սկզբանե չի ունեցել հստակ ճարտարապետություն։ Այ, դա շատ ճիշտ բան է։ Մենք ունեցել ենք թղթի վրա անկախություն, բայց մենք չենք ունեցել ճարտարապետություն, որովհետև հազարամյակներով մենք պետություն ու պետականություն չենք ունեցել ու պատկերացում մեր քաղաքական, իրավական գիտակցության մեջ, մեր մենտալիտետի մեջ չի եղել։ Ու այդ ճարտարապետը այն կորիզը, ով որ պիտի գծեր, ստեղծեր մեր պետության բուն ճարտարապետությունը, որը որ կլիներ ամուր հիմքերի վրա դրված ու անձով չպայմանավորված, չի արվել։ Միշտ անձով է պայմանավորված է, չէ՞։ Այ մեր դժվար մեկ նայել ենք, միշտ ինքը եղել է անձով պայմանավորված։ Հիմա որ ասում ենք բանի մասին են, չէ՞ խոսում, հարց տվեցիր, վախի մթնոլորտի, չէ՞, չգիտեմ, դու օրինակ ոնց կասես, լիովին անկեղծ, էլի, առավելևս մենք մեր զրույցը միջև էս չենք պլանավորել, ուղղակի զրուցում ենք։ Վախի մթնոլորտ որպես այդպեսին, որ անկեղծ ասեմ, ես չեմ տեսնում, որովհետև գիտես ոնց վախի մթնոլորտ ասվածը ինքը մի քիչ տարածական բան է, էլի, հասկացություն է, ով է վախենում, ինչից է վախենում, ով է սերմանել այդ վախի մթնոլորտը։ Վախի մթնոլորտ առհասարակ իշխանություն կոչածվածից, կապ չունի դա Նիկոլն է, Սերժն է, Քոչարյանն է, Լևոն Տեր-Պետրոսյանն է, թե սովետական իշխանությունն է, հայ ժողովուրդը միշտ է ունեցել է։ Դա էլ պատմական
պատմական ֆոբիա է, որովհետև միշտ մենք 800-900 տարի չենք ունեցել սեփական իշխանություն, ու իշխանությունը միշտ դիտարկել ենք որպես մեզ հակառակորդ թշնամի կամ մեր վրա ազդեցություն ունեցող, մեր գլխին կոպալով խփող։ Այդ առումով իշխանությունից միշտ վախենում են։ Հիմա կհիշես մեր այս քարոզարշավի ժամանակ էր որ գնում ենք օրինակ գյուղեր, մարզերում հեռավոր, ոնց էր ընդունում հասարակ շարքային գյուղացին յուրաքանչյուր քաղաքական գործիչ, էլի, այսինքն մարդիկ 30-40 նույնիսկ տարի մարդու երես չեն տեսել, ոչ մեկ չի եկել իրենց խնդիրները չի լսել, ոչ մեկ իրենց հետ չի մտել sense խոսակցության մեջ, հիմա մարդ են տեսնում ուզում են ամեն ինչ ասեն, էլի, ոնց որ այդ կուտակված ամբողջ իրենց այդ դառնացած վշտացած վիճակը ուզում են ասեն, բայց մյուս կողմից էլ որ նայ մեզ հատկապես Երևանում դե վախի մտնոլորտ որպես այդպեսին չկա, որովհետև Երևանը ի տարբերություն մնացած մարզերի ինքը մի քիչ ավելի պրոգրեսիվ է, դե ամեն դեպքում մայրաքաղաքական, ուզենք թե չուզենք ինքը հա մի քիչ ավելի պրոգրեսիվ է, ու մարդիկ ստեղ ավելի շատ ապրում են այսօրվա օրով, որ ու այսօր զարթնեցին, գնացինք աշխատանքի, հետո աշխատանքից եկանք տուն, գնացինք մի հատ սրճարան, ինչ որ մի տեղ ընկերներով հավաքվեցինք, մի երկու բաժակ բան խմեցինք, մի երկու կոպեկ փող ծախսեցինք, գնացինք քնեցինք եւ վաղը էլի նորից, էլի, այսինքն տենց հիմա վախի մտնոլորտ որպես այդպեսին չկա, ես չեմ տեսնում ամենայն դեպս։ Բայց ցավոք սրտի նաեւ չկա որոշակիություն մեր ժողովրդի մեջ, որովհետեւ մի կողմից հետընտրական վիճակ է, մենք հələ դեռ ոչ մեկս չենք հասկանում, դեպրեսիայի մեջ չենք հասկանում ինչա տեղի ունենում, բայց մյուս կողմից էլ ու դա ցավալի է ֆիքսելը հատկապես երիտասարդության մոտ ես ես նայում եմ անցանք այս ընտրությունների վերաբերյալ էջը փակ է արդեն որովհետև մարդիկ գնացին ընտրեցին ու գնացին կպան իրենց գործերին էլի հիմա հենց էդ է էլի դա ում խնդիրն է ինչին հենց եղավ որ մարդիկ գնացին կպան իրենց գործերին դա կարևոր է իշխանության ընդ որում իշխանությունը ես նկատի չունեմ գործող իշխանությունը քաղաքական իշխանությունը դա ընդդիմություն իշխանություն փոխկապակցված այս հարաբերությունն է դա բոլորի դա կուսակցություններն են կուսակցության ղեկավարներն են գործադիր մարդիկ են դա իրանց ստեղծածն է ու իրանց սերմանածն է ինչի համար է այդպես լինում բան քաղաքական process-ը ու դեմոկրատիայի պայմաններում ապրող երկիրը չի կարա ընտրությունը համարի որ բան էր դա զապասակ էր փոխեցինք ու կպանք մեր գործերին բայց հիմա մենք դեմոկրատիա մեր մոտ դեմոկրատիա չի այդ առանձին չէ դեմոկրատիա է բայց դեմոկրատիայի 30-ից ավել տեսակներ կա դեմոկրատիայի 30 երանգներից մեկն է դեմոսը բանը հին հունական դեմոսը նկատի ունենք այլ այդ բառը այնքան են շահարկել ու արժե զրկել որ բանը առողջ մտածող մարդկանց բերել դարձրել են դա տարածել են ամբողջ հասարակության վրա ու ամբողջ հասարակությունից 18 տարին լրացած մարդկանցից քվե են մուրում ու փորձում են այդ մարդկանց մարդը երբ որ չունի իրավական ու քաղաքական գիտակցություն այն պետք չի ասենք այդ մարդը կարա լավ կոշկակար լինի շատ լավ ատամնաբույժ լինի խիրուրգ լինի բայց նա քաղաքականությունից հեռու մարդ լինի նրան շատ չի հետաքրքրում գլոբալ քաղաքականությունը տնտեսական աճը մակրո միկրոէկոնոմիկ այդ մարդը ֆանտաստիկ խիրուրգ է դու եթում ես այդ մարդուն ասում ես ախպեր ես շատ ուժեղ քաղաքական գործիչ եմ ես հասկանում եմ մակրո միկրո տնտեսությունից ես չգիտեմ գեո քաղաքականությունից եւ այլնից քվե տուրին ես քո համար լավ բան կանեմ քվեն տալիս է ասում է ահա տվել է դե արա հետո կորում է քվե ուզողը կոտրած տաշտակի առաջ այդ խիրուրգը որ ինքը առավոտ պիտի քնի ծարտնանա էթա բուժիմնար հիվանդը գա ինքը վիրահատի այդ խեղճ մարդը ընկնում է մտածի վայ վարկս ոնց փագեմ վայ երեխուս ոնց կերակրեմ վայ ես ինչը պատերազմը անվտանգությունը սահմանները դա պատասխանատվությունն է ես չեմ հիշում մեր առաջին օրվանից առ այսօր որևէ քաղաքական գործիչ հանուն արդարության պետք է ասենք ոչ ընդդիմադիր ոչ իշխանամետ այդ բառերն էլ արդեն զզվելի են դառել բայց ասենք ընկալելի է չօգտագործենք տերմինների հետևից չընկնենք քաղաքական գործիչ ով որ կկանգնի
ու ներողություն կխնդրի իր արած սխալների համար ինքը կասի որ մարդիկ հասարակություն ես այս տեղերում սխալվել եմ խնդրում եմ եթե կա պրոֆեսիոնալ որ կարա ինձ օգնի թող գա նստեն կողքս իրար կողքի չէ այս մարդիկ ասենք բանը էլի դա ով ինչ սխալանում է ժողովուրդն է հիմա ինչ են ասում ժողովուրդը չգնաց ընտրեց ժողովուրդը գնաց ընտրեց Նիկոլին Կիրանցի դեպքը բերեմ իրան ինչ է ասում են դե ժողովուրդը սրիկա է գնաց Կիրանցում ընտրեց Նիկոլին բայց Կիրանցում ոչ թե ժողովուրդն է ընտրել Կիրանցում ընտրել է բանակը հիմա Նիկոլ Փաշինյանը բանակի քվեարկությամբ նկարել է որ իբր Կիրանցը իրան 55% զեն է տվել մեր քաղաքական էլիտան գոնե հասկանա անկալի մեղադրումը Կիրանցի խեղճ մարդկանց գուցե եթե չեն հասկանում դա դժբախտություն է բայց լավ էլ հասկանալով են անում դա սրիկայություն է չէ հիմա գործող իշխանության հավաքած քվեները ես օբյեկտիվ մենք դրա մասին խոսել ենք վաղուց ասել եմ որ մոտավորապես այս իշխանությունը գալիք ընտրություններին ունենալու է պլյուս մինուս 800,000 ձայն 700 ինչքան էր 730 հա քիչ է հավաքել ինչը որ ինձ մոտ հարց է առաջանում ընդդիմությունը առողջ ընդդիմության մասին է խոսքը չենք սատելիտների մասին չենք հավաքել ընդդիմությունը հավաքել է 300 100 60 30 մոտավորապես կես միլիոն պլյուս մինուս եղավ միլիոն 100-ի կարգի համարյա 600,000-ի կարգի է հավաքել հիմա այստեղ հարց չէ որ Հայաստանում ընտրողների իրավունք ունեցողների թիվը շատ ավելի մեծ 2.5 միլիոն այս մարդիկ որ չեն գնացել ընտրությունների դա թե իշխանության թե ընդդիմության խնդիրն է որովհետև այդ մարդիկ որ տունը նստած զզվել են ոչ մի բան չեն ուզում անել բոլորից են զզված վերջո մի པարզ իրականություն կա լավ ամբողջ բանը կառավարության աշխատանք պետական կառավարման համակարգը որ իրար հետ վերցնես մոտավորապես 30,000 մարդ է 35,000-ը որ բազմապատկեց 10-ով էդի մի բան էլ շատ եմ ասում արեց 350,000 ռեսուրս չէ որոնց վրա կոնկրետ իշխանությունը 350,000 բայց այս մարդիկ պլյուս 400,000 ձայն են ստացել, եթե 750 է։ Հիմա թվերի այդ 1-2 բանի դա չէ 750, 400,000 մարդ գործող իշխանությունը եւս մի անգամ քվե է տվել։ 400,000 մարդ օբյեկտիվ ինքը իր քաղաքական ու իրավական գիտակցությունն է, իր ճաշակն է, իր տեսլականն է, բարեկամի խնդրանքն է, ինչա գնացել այդ բարեկամներին հələ դրեցինք մի կողմ, հասկացանք 350, բայց 400,000 մարդ գնացել է քվե է տվել։ Այսինքն նշանակում է, որ իշխանությունը ինչպիսին որ կա ինքը լավ ու վատ չենք ասում ինքը ունի այդքան պոտենցիալ որ 400,000 քվե է կարողացել գեներացնի բա մեր ընդդիմությունը որ հիմա ասում է մենք լավն ենք դուք վատն եք ձեր ցավը տանեմ ձեր ձեռը ոչ մեկ չի բռնել ինչքան էլ որ ձեզ վախացրել են ինչքան էլ որ բռնաճնշումներ բանտարկել են դատել են դա նորմալ է դա քաղաքական պայքար է տենց է վերջի եթե ասում եք թուրքերի կամակատարների հետ գործ ունենք բա ինչ աներ իրանց ձևակերպումն է հիմա դաժե այդ ձևակերպումը թուրքերի կամակատար լինելը թուրքի կամակատար լինելը դա մեր բոլորիս պրոբլեմն է ինչի համար որովհետև մեր երկրում չկա էլի եմ ասում ինստիտուցիոնալ մոտեցում մեր ազգը համախմբված չէ մեր ազգի համար գերակաշահ չէ իր հայրենիքը ու ազգը որպես այդպիսի ու այս հասարակությանը այնքան են sense տարանջատել իրարից որ մարդիկ նույն պատերազմում ապրող մարդիկ իրար բանը թշնամի են համարում ընդդիմությունը իշխանությանը թշնամի է համարում իշխանությունն էլ ընդդիմությանն է թշնամի է համարում սա է խնդրեմը սրա հետևից է պետք է տալ եթե մենք չետանք արմատները մենք արդեն պատուղը չենք փրկենք եթե մեր հասարակության ճնշող մեծամասնությանը հող պետք չի
սկսենք այդտեղից։ Այդ հողը շպրտած է։ Հիմա Ադրբեջանը ասում է Ինչ պետք է, ես կգամ կմշակեմ, այո։ Հիմա մեղադրես որ վերցնում է, ասենք, խի մեղադր։ Դուք հրաժարվում եք, իրանք է վերցնելու են։ Ընդ որում այդ հայոց պատմության ամենավառ դասերից է, չէ՞, մենք մեր ամբողջ պատմության ընթացքում անընդհատ հրաժարվել ենք։ Օտարներն էլ մասնավորապես թուրքերը ասել են դե դες պետք չի մենք կվերցնենք։ Հողը ինքը այս գլոբուսը սահմանափակ է։ Այո։ Եթե դուք չես կարա բալկոնը առաջ տանես, չէ՞, ոնց որ տանում են։ Օդի մեջ բալկոն։ Հիմա այդ մարդը, այդ պետությունը ուրիշի հաշվին է ապրում։ Բա ուրիշի հաշվին։ Հիմա իրան մեղած ձեր հաշվին չապրի։ Տվեք ուրիշի հաշվին։ Երկրի մեջ ասենք 3 միլիոն մարդ է ապրում, 3 միլիոնին այնքան են սենց գլուխների մեջ դրել, դա իմ ու քո խնդիրն է։ Մենք երեխա ենք եղել, ծնվել ենք, մեծացել ենք, մեր մեծերից լսել ենք պատմություն, դաստիարակություն, այն, չէ, այս տարբեր բաներով մենք կայացել ենք։ Հիմա երիտասարդը, որ ապուշ է, դա երիտասարդի խնդիրն է, թե մեծի խնդիրն է։ Եթե կա իշխանություն, իշխանությունը չի կարողանում ապահովի երկրում բարոյա հոգեբանական ֆունդամենտ, այնց որ մատաղ սերունդ մեծանա ու առողջ մեծանա, պահի իր երկիրը, ընդ որում իշխանության կամ ընդդիմության բոլորիս խնդիրն է։ Սենց մեծ կարևոր բան կա, նայ, այս տարիների ընթացքում մեր էլիտաները տրանսլյացիա են արել մի արժեքներ, չէ՞։ Բայց ապրել են իրանք լրիվ ուրիշ արժեքներով, այսինքն հերոստատեսությամբ, շքերթների ժամանակ, դեկլարատիվ ասել են հայրենիք, պետություն, պայքար, մշակույթ, հիշողություն պատմական, կենցաղու, քեշ փող, իշխանություն, սեփական քաշ։ Հիմա այս երկուսը եկել կպել է իրար ու մենք ստացել ենք այս որակի հասարակություն, ումից են բողոքում, ով իրավունք ունի խոսա։ Հենց էդ է։ Այստեղ խնդրեմը դրա մեջ է։ Ասենք, եթե մենք հիմա որոշել ենք, որ չգիտեմ, ինչ որ բան ենք անում, թե ինչ ենք անում, մենք հստակ պատկերացնում ենք, փորձում ենք մեր լուման ունենալ, հասցնել, տեղ հասցնել, ընդ որում պարզ լեզվով ու առհասարակ ես ասենք փորձում եմ զերծ մնալ թիրախավորել, որովհետև այն իշխանությունը, ինչը որ մենք ունենք, մենք դրան արժանի ենք։ Արժանի չլինենք չենք ունել։ Արժանի չլինենք, Նիկոլ Փաշինյանը օդից ոչ մեկ չի բերել։ Նիկոլ Փաշինյանը եղել է մեր բոլորի սիրելի շատ ընդունված, Նիկոլ կարող է մարդուն լուրջ տեղ չէին դնում, չէին ասում, դե լուրջ մարդ չի կարա երկիր կառավարի, բայց չկա Հայաստանում քիչ թե շատ ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող մարդ 18 թվի տրամադրությամբ ասում, որ Նիկոլին չէր ասում լավ է անում, եկեք ճիշտը խոսանք, էլի հիմա դերել ենք ասում ենք, բա Նիկոլին ով բերեց, մենք բերեցինք, հիմա Սերժ Սարգսյանը օգնեց, չօգնեց, դա արդեն այլ հարց է, բայց դա մենք բերեցինք, ինչի Նիկոլը մերժված է, իզգոյ է, չէ, բացարձակ, ընդունված է, ու բարձրացնում էր խնդիրներ, որոնք բոլորին օբյեկտիվ, ասենց թափած էր այս մարդկանց գլխին։ Այլ բան է, նրա մոտիվացիան ու լուծման ու իրան օգնողները, դա դնենք մի կողմ, վերջը ժողովուրդը ինչ է ուզում։ Հիմա ժողովուրդը չի կարա ինչ որ բան ուզի կամ չուզի, ժողովրդի համար քաղաքական պատասխանատվություն կրողը պիտի նա ժողովուրդը երբեք այդ պատասխանատվությունը չել վերցնելու իր վրա, բայց ինչի պետք է վերցնի։ Բայց ժողովուրդը քվե է տալի, որ դու վերցնես, ոչ թե ինքը քվետա մի հատ ինքը վերցնի։ Ընտրությունները կայացել է, լավ, այն որ ասենք սխալներ եղել, մի քիչ ասենք ես գլոբալ մեկա բան չի լինելու, ես չեմ կարծում էլի, մի խոսքով ընտրությունները կայացել են։ Սրանք կտան հեսակը հելնեն իրար հերթ չտալով իրավական գնահատական լեգիտիմա, ոչ լեգիտիմա եւ այլ կա փաստ։ Ընտրությունները կայացել են։ Մենք գիտենք, որ կայացել է ու մեծ գործընկեր բոլոր պետությունները աշխարհում միշտ պետություն կա ընդունելու է։ Ռուսաստանն էլ է ընդունելու։ Ռուսաստանը գերտերություն է, հիմա փորձում է ինչ որ իր ներքին դասավորվածությունները անի, ընդունելու է, տարբերակ չունի, աշխատելու է։ Լավ է, վատ է, ինքը իր ձևը գտնելու է։ Որ Ռուսաստանը ընդունելու չլիներ, Բիձինա Իվանիշվիլին տենց մի ոտ առաջ չէր ասում։ Չէր ելնի շնորհավոր։ Հիմա ասում են մանդատները վերցնեն, չվերցնեն։ Ոնց կարա մարդը, էթա մարդուց քվե ուզի, քվե, ասելա չվերցնեն ինչ անեն։ Ինձ քվե տուր, ես ասենք բանը աշխատատեղեր եմ ստեղծում։ Ախպեր, լավ ես անում։ Քիչ ես քվե ստացել, քիչ աշխատատեղ ստեղծել։
կարաս թե չես Չի կարա։ կարա, չեն կարա։ Թե նեղացած ենք իրար։ Դե իշխանությունն է պետք բոլորին։ Բոլորին իշխանությունն է պետք, որ աշխատատեղ ստեղծի։ Չէ, բոլորին իշխանությունն է պետք իշխանության Եթե ես ու դու հենց հիմա ելնենք գնանք, ասենց մի հատ լավ պրոյեկտ ունենանք, ասենք, չգիտեմ, բանում Սարի գլխին որոշել ենք, ասենք, հողմակայան ստեղծենք, տանում դնում ենք իշխանության սեղանին, իշխանության, ասենք, մեզանից ավելի խելոք, չգիտեմ, էքսպերտները նայում են, տեսնում են, որ դա մեր երկրին պետք է։ Ինչ ասելու է, վերցրեք գնացեք այդ հողմակայանը մի սարքեք։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում, ոնց է լինելու։ Ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր որ այս այսպես ասած խառնաշփոթ իրավիճակում փորձում են առանց տրամաբանության ինչ-որ քայլեր անել, որովհետև մի կողմից լավ մանդատները չվերցեցինք, օքեյ, կոլաբորացիոնիստ իշխանություններ են, թուրքերի տասովշիկներն են, սա հասկացանք։ Մանդատները չենք վերցնում հետո փողոցային պայքարի համար կա արդյոք ներուժ ընդդիմության որ չկա էլի ինչպես միշտ դուս են գալու փողոց Բագրատ Սրբազանի ժամանակ ոնց է մարդը հավաքեց բերեց հրապարակ սխալ քաղաքական քայլերի պատճառով գնացին մաշեցին ժողովրդի ցասումը Նիկոլ Փաշինյանը ավելի ուժեղացավ հիմա որ դուս գան փողոց էլի ժողովրդի ցասումը պարբելու են ավելի ուժեղանալու է Նիկոլը ահա հիմա ինչ են ուզում Մյուս կողմից էլ այդ ակտիվ շերտը ընդդիմադիր չէ, որը որ իր քաղաքական ղեկավարներից պահանջում է դուս եկեք փողոց կամ չի գիտակցում, կամ հատուկ է պահանջում։ Հատուկ պահանջ, որովհետև հիմա այս պայմաններում դուս գալ փողոց, ժողովուրդը կոպիտ շատ կոպիտ բառ եմ ասում, ամեն մեկը կպել է իր գործերին ժողովուրդը։ Հիմա դուս եք գալի փողոց ինչ անեք։ Դուս եք գալի փողոց ինչ անեք։ Ինչ իշխանապողություն անեք։ Իշխանապողություն տենց չեն անեիք։ Ընտրությունների ժամանակ անեիք։ Ընտրությունների ժամ հենց օր անեիք, գիշեր անեիք։ Հիմա դուս եք գալի փողոց 3 օր անցել է, 4 օր անցել է։ Դուս գաք հերթական անգամ մարդկանց Երևան քաղաքով մի երկու կրուկ ման գանք։ Դες ամպագորգոր sense շատ լուրջ տեքստեր լսենք, որ մեր հայրենիքը Արցախը եկեղեցին պատմությունը բան եւ այլն, հետո ասենք դե գիտեք ոնց եկեք ծրվենք տներով ամառաշոքա, սեպտեմբերից շարունակենք, ինչ արեցինք։ Շարունակենք ու տալ էլի այդ մարդուն, ասենք խոսելու հնարավորություն, այդ մարդը սիրում է խոսել ու կարողանում է ձևակերպումներ տալ։ Ու ինչ որտեղ եթե թույլ չտա Ինքը չի խոսա։ Չի խոսա։ Իհարկե։ Թույլ է ջրաղացին ջուր չլսնեն չի խոսա։ Թույլ են տալի խոսում։ Հիմա որ դուրս գան, էլի մի 20000 30000 մարդ ենք հավաքվել։ Դուրս գան քայլենք փողոցով, էլի ասեն դե ամառաշոքա գնացինք տուն Նիկոլն է կանգնելու ասի բա վեր ինչ արա։ Բա այդ չէ։ Всё, դու ուրեմն ես արտել եմ։ Դե եթե չեք կարում եղբայր կամ իշխանապողություն արեք փողոցով Կամ էլ ինչ եք ուզում, թողեք նա աշխատեմ։ Ժողովուրդն է ասելիա դες կապիկությունը արդեն ոնց որ 8 տարի է տևում։ Էլի, եկեք вообще յանտանք ու մյուս անգամ ընտրությունն ավելի քիչ մարդամասնացելու։ Այո, փոխարենը որ էլի եմ ասում, եթե ունեք այդքան քվե, կապեք իրար, ուժեղ կապեք իրար։ Առավելևս որ համադրական մեծամասնություն չունի։ Ու կապեք իրար ու կլինի 5 տարի։ 5 տարի ժամանակ ունեք, 5 տարվա մեջ ընենց աշխատեք։ Ընենց աշխատեք, լավ, 2 տարում, 5 տարում ընենց աշխատեք, որ տունը նստած մարդը տեսնի ձեր բացած գործարանը, ձեր ընդունած օրենքները, ձեր ընդունած օրենքներին հետևողական լինելը։ Բայց իրանք էլ ասում են չի կարելի, Նիկոլա, բայց իրանք էլ ասում են ինչ է, իրանք այդ հակառակ բանն էլ արգումենտներն է, որ դե թուրքերի մարդն է, ոնց կարանք հետը գնանք, դավաճանի հետ ոնց գնանք ազգային ժողով աշխատենք։ Շատ հեշտ ու հանգիստ։ Դու արա լավը, դու ցույց տուր ամեն օր բեր կառավարություն սենց լից առաջարկներով գործարաններ եմ սարքում, եմ անում, թող կառավարությունը դրանք տորմուզանի, քանդի, չթողի, խփի, ջարդի, հələ կառավարությունը դա փայլուն գիտակցում է, չէ՞, եթե դու եկել ես ասում ես ես այդտեղ լավ բան եմ ուզում անեմ, ինքը ասում է չէ, այդ լավ բանը պետք չէ, ժողովրդից ասում եմ շատացա։ Մարդիկ տունը նստած գործողություն են տեսնում ու սկսում են վիվը դան։ Ես կարծում եմ մենակ այս դավաճանի տրամաբանության մեջ, որ ես էլ եմ այդ տրամաբանության մեջ, չէ, մենք էլ ենք եղել։ Բայց հիմա արդեն ցույց տվեց փաստը, որ այդ տրամաբանության մեջ որ այ դու դավաճան ես Ղարաբաղն ես հանձնել, Նիկոլին մենակ այդ խոսույթով հաղթել չի լինում։ Չի լինում, որովհետև ով որ իր մեջ այդ Արցախն ես հանձնել դու դավաճան ես այդ խոսույթի կրողն է, ինքը sense տնես Նիկոլի հետ չի։ Իսկ այն մարդիկ ովքեր որ այդ խոսույթով չեն տպավորվում ու չեն գալի ինդիմադիր դաշտ, իրանց համար ուրիշ մոտեցում է պետք գտնել։ Ավելի, չգիտեմ, կառուցողական կլինի,
ավելի այլ խոսույթ կլինի, ավելի սոցիալական խոսույթ կլինի, ավելի, չգիտեմ, կարող է ավելի պաթոսային խոսույթ է պետք, կարող է ավելի մեղմ խոսույթ է պետք, բայց խոսույթի փոփոխություն, այսինքն այն քաղաքական առաջարկը, որը ընդդիմությունը անում է ժողովրդին, որ եկեք հանուն սրան Նիկոլին հանենք, դա չկա։ Հանուն ինչի հանենք, հանուն փողի հանենք։ Նիկոլը ամենաշատն է խոսում փողից։ Ասում է սաղ հանձնենք, փող գա ապրենք։ Նիկոլին չես կարա դու լավ ապրելու խոսույթով հաղթես։ Անհնար է։ Նիկոլն է որ խաղաղության ու լավ ապրելու խոսույթով Նիկոլին չես կարա հաղթես, որտեղ խաղաղություն բերում է ինքը, փաստացի։ Ալիևը իրան է պատրաստ խաղաղություն, ինձ ու քեզ պատրաստ չի տալու մեզ խաղաղություն։ Փողն էլ իշխանությանը դու երբեք լավ ապրելու խոսույթով չես կարա։ Չես կարա։ Հիմա մնում է երրորդ խոսույթ ձևավորելը։ Դա որն է դել արժեքներն են։ Իմ մոտ օբյեկտիվ հարց է առաջանում դեռ 44 օրյա պատերազմից անմիջապես հետո ամեն օր առ այսօր իմ մոտ հարց է առաջանում։ Մարդիկ, ովքեր որ եղել են հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ եւ այլներ, պաշտոններ են ունեցել, հետո դիմում են գրել պաշտոնաթող են եղել Facebook-ում, խոսում են ինչ որ բանի մասին, որ գիտես, բանը գլխավոր գերագույն հրամանատարը ասենց հրաման ա տվել կամ չի թող ես չեմ տեսել մեկին, չի եղել այդ մեկը, որ հելնի գործ կազմի, էթա գլխավոր դատախազություն կամ ազգային անվտանգության ծառայություն բերի փաստը դնի սեղանի, այդ փաստը երբ որ հայտնվեց սեղանի, արդեն դա հանրային սեփականություն է դառնալու, կարծալու ենք տեսնենք ինչ է գրած։ Եթե ես սխալվում եմ, ասա կարող է եղել է ես։ Չէ, ես չեմ հիշում ես։ Սեյրան Օհանյանի վերջին ասածն էր, որ ասեց, ինչ ասեց դե ճեղքում է եղել է ռազմաճակատի այն տեղերում, որոնց որ կուրացիան արել է ՊՆ-ն։ Հա։ Խնդիր չկա, ուրա փաստերը ուրա։ Անեք դրեք հասկանաք ինչ է։ Ասել, հիմա ես 8 տարի ասում են լրագրողներին գնացեք Օնիկ Գասպարյանի խոսացրեք։ 8 տարի լրագրողներին ասում են գնացեք Օնիկի խոսացրեք, ուրա Օնիկը։ Ասում եմ, այդ մարդկանցից մեկը բոլորը լավ խոսում են, ասում են հեսա փաստերը ու իմ մոտ միշտ ասենք այդ փաստը, այդ ինչ է, ասենք խնձոր է ծառից պոկել ես, դրել ես տուն, ախպեր, բեր մի հատ ցույց տուր, հələ մի վարքյան, բեր ցույց տուր, բեր փաստը ցույց տուր։ Ինքը ունի փաստեր, ինքը բերում է ցույց է տալի։ Ինքը կեղծ է, ճիշտ է, սուտ է, Նիկոլը բերում է։ Բռնել են որոշ մարդկանց, չէ, հենց ինքը նա նախաձեռնել ու բռնել է։ Այդ ում որ բռնել են, նա կարողացել է հակառակը ապացուցի։ Վերջը եթե փաստը արկայա գոյություն ունի, այդ մարդը կարար հրամաններ, զինվոր ուր այդ հրամանները կարար չէ արդարանա։ Ուրեմն այդ ամբողջ բանակը գերագույն գլխավոր հրամանատարի կամքը կատարելա, բայց ամբողջությամբ չեն կարողանում կանգնել մի հատ փաստ բերել ցույց տալ, ասել էսի դու ես արել։ Չէ։ Չկա մի հատիկ։ Չէ, Նիկոլը ունի, սրանք չունեն։ Ահա։ Դե հիմա որ եթե ուզում ես հետո էլ որ ժողովուրդը ասում է դե գնանք Նիկոլին հավատանք, ասում են ժողովուրդը դեբիլ է։ Բայց աշխատեք թող չհավատա։ Գործ արեք թող չհավատա։ Գործ արա։ Մի թողեք դաշտը Նիկոլին, չէ՞, արիստես նայենք։ Մի թողեք դաշտը Նիկոլին, հանրային օրակարգերը մի թողեք Նիկոլի ձեռքում, մի խոսացեք անտանամաբանական բաներ, Նիկոլը չկարանա մարդկանց համուզի։ Վերջա է հարցը։ Այդ մարդը այդ բնագավառում շատ պրոֆեսիոնալ է, չէ՞, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, պրոֆեսիոնալ խաբեբայ է, պրոֆեսիոնալ խոսացող է։ Քաղաքական գործիչի բաներն են դրանք, հատկություններն են, քաղաքական գործիչը դա դասական քաղաքական գիտության մեջ է ասում, քաղաքական գործիչն է, ով որ կարա գա ասի, որ այս ինչ տեղը մոստ եմ սարքելու, որը որ անտրամաբանական է ու մարդիկ հավատա։ Կարում եք ուրիշ բան ասել։ Չէ, չեն կարող։ Դե ուզում եք ասենք կոստյում հագած, գաք ասեք մենք ամենահայրենասերներն ենք, եկեք ձեզ փրկում եք։ Հələ ըստեղ էլ է։ Բայց այստեղ հարցը է, մեր ժողովուրդը ինչ որ հայրենասերության կարիք ունի։ Խնդիր կարիք ունի մեր ժողովուրդը, որ ինչ որ ընդդիմադիրներ կամ ինչ որ X մարդիկ դան ժողովրդին սովորացնեն ինչա հայրենասերություն։ Դրա հակառակն ասենք մարդ որոշելա ինքնասպան լինի, չէ, ունի հստակ խնդրեմ, այդ խնդրեմը մարդու հոգեբանությունը խեղվում է այնքան, որ մարդը հասկանում է մեռնելը պետք է գնա մոստից իրանքությունն է։ Գալիս ես դու իրան բռնում ես, ասում ես վայ մեղք ես, մի մեռի, որովհետև եթե տեսել ես բնական այդ բանը առաջանում է, փրկում ես, ասում է ախպեր, հիմա որ ինձ փրկել ես, իմ խնդիրը կլուծես, չէ, այդ մարդուն տանում են հոգեբուժարան, ասում են ավելի արի քեզ դեղերով բան անենք, մինչև կմեռնես։ Հիմա այդ են էլի ուզում անեն մեր
մեր քաղաքական ուժերը, էլի։ Հիմա մենք հանձն ենք առել, մտել ենք բանի այս ջրի մեջ, Նարեկ ջան։ Մենք շարունակական պիտի արդեն բան անենք, հանդիպենք։ Գոնե մեր զրույցների միջոցով փորձենք ինչ-որ մի բան փոխել։ Բլոկներով կոնկրետ հարցը դա կլինի քննարկել տարբեր տեսանկյուններից 20 ժամ 50 ժամ ես ասում եմ մենք հետ պետք է տանք մեր սկիզբը հասկանանք պրոբլեմը որտեղ է այդ պրոբլեմի մասին կամած պրոբլեմը գեներացնելով լուծում տալով առաջարկենք հիմա մեզ կասեն եկեք ով կասի եկեք մեր կողքը կանգնեք մեզ օգնեք խնդիր չկա մեր կրթությամբ, մեր ունեցած գիտելիքներով, պրոֆեսիոնալ փորձով, որտեղ մեր կարիքը կզգան, մենք կետանք։ Ես առաջարկում եմ մյուս անգամ զրուցենք ավելի հետաքրքիր, ավելի բովանդակային, կարելի է սկսել սկզբից, կարելի է սկսել 88 թվականից։ Այո։ Արցախյան շարժումից։ Այո։ Պայմանավորվեցինք։